Ղևտացիների գիրք, գլուխ 15, մարմնի անմաքրություն։ Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ասելով. խոսեցեք Իսրայելի որդիների հետ և ասացեք նրանց. երբ որևէ մեկի մարմնից ծորում լինի, այդ ծորումի պատճառով նա անմաքուր է, սա կլինի ծորման ժամանակի նրա անմաքրությունը։ Եթե նրա մարմնից նրա մարմնի ծորումը չդադարի, կամ եթե նրա մարմինն իր ծորումից փակվի, սա նրա անմաքրությունն է։ Ամեն անկողին, որի վրա պառկի ծորում ունեցողը, անմաքուր է, և ամեն բան, որի վրա նա նստի, անմաքուր կլինի։ Եվ նրա անկողնուն դիպչող մարդն իր հագուստը թող լվանա, և ինքը ջրով լվացվի, և մինչև երեկո անմաքուր լինի։ Եվ ծորում ունեցողի նստած տեղում նստողն իր հագուստը պետք է լվանա, և ինքը ջրով լվացվի, և մինչև երեկո անմաքուր լինի։ Եվ ծորում ունեցողի մարմնին դիպչողն իր հագուստը թող լվանա, և ինքը լվացվի ջրով, և մինչև երեկո անմաքուր լինի։ Եվ եթե ծորում ունեցողը մի մաքուր մարդու վրա թքելու լինի, սա իր հագուստը պետք է լվանա, և ինքը ջրով լվացվի, և մինչև երեկո անմաքուր համարվի։ Եվ ամեն թամբ, որի վրա նստել է ծորում ունեցողը, անմաքուր կլինի։ Եվ դրա տակ եղած որևէ բանին դիպչողը մինչև երեկո անմաքուր կլինի, և դրանք վերցնողն իր հագուստը պետք է լվանա, և ինքը ջրով լվացվի, և մինչև երեկո անմաքուր լինի։ Ծորում ունեցողն իր ձեռքն առանց ջրով ողողած լինելու, ում որ դիպչելու լինի, նա իր հագուստը պետք է լվանա, և ինքը ջրով լվացվի, և մինչև երեկո անմաքուր համարվի։ Եվ ծորում ունեցողի հողի ամանը պետք է կոտրվի, և ամեն փայտե աման ջրով ողողվի։ Երբ ծորում ունեցողն իր ծորումից մաքրվի, իր մաքրվելու համար 7 օր պետք է հաշվի, և իր հագուստը լվանա, և իր մարմինը հոսող ջրով լվանա, և մաքուր կլինի։ Եվ 8-րդ օրը 2 տատրակ կամ աղավնու 2 ձագ պետք է վերցնի իր համար և Տիրոջ առջև վկայության խորանի դուռը գա և դրանք տա քահանային։ Եվ քահանան դրանցից մեկը մեղքի պատարագ, և մյուսը ողջակեզ անի, և քահանան Տիրոջ առջև քավություն անի նրա համար նրա ծորումից։ Եթե մի մարդու զուգավորության սերմն իրենից դուրս գա, նա իր ամբողջ մարմինը պետք է լվանա ջրով, և մինչև երեկո անմաքուր լինի։ Եվ ամբողջ հագուստը և ամբողջ մաշկը, որտեղ որ զուգավորության սերմը կա, պետք է ջրով լվացվի, և մինչև երեկո անմաքուր համարվի։ Եվ երբ մի կին տղամարդու հետ պառկի սերմի զուգավորության համար, նրանք պետք է ջրով լվացվեն, և մինչև երեկո անմաքուր համարվեն։ Եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնի ծորումն արյուն է, 7 օր պետք է իր դաշտանի մեջ մնա, և նրան դիպչողը մինչև երեկո անմաքուր համարվի։ Եվ նրա դաշտանի ժամանակ ինչի վրա որ պառկի, դա անմաքուր պետք է համարվի։ Նրա անկողնուն դիպչողն իր հագուստը պետք է լվանա, իսկ ինքը ջրով լվացվի, և մինչև երեկո անմաքուր համարվի։ Եվ ով որ դիպչի մի բանի, որի վրա նա է նստել, իր հագուստը պետք է լվանա, և ինքը ջրով լվացվի, և մինչև երեկո անմաքուր համարվի։ Նրա անկողնուն կամ որևէ այլ բանի, որի վրա նա նստել է, դիպչողը մինչև երեկո անմաքուր համարվի։ Եվ եթե մի մարդ նրա հետ զուգավորվելով պառկի, և սրա պղծությունն իրեն դիպչի, այդ մարդը 7 օր անմաքուր պետք է համարվի, և անկողինը, որի վրա նա պառկի, անմաքուր պետք է համարվի։ Եթե մի կին դաշտանի օրերից դուրս շատ օրեր ծորում ունենա, կամ դաշտանը երկար տևի, իր անմաքրության ծորումի բոլոր օրերին, իր դաշտանի ծորման օրերի պես պետք է լինի, նա անմաքուր կլինի։ Ամեն անկողին, որի վրա նա պառկի, իր ծորման բոլոր օրերին, իր դաշտանի անկողնու պես պետք է լինի իր համար, և այն ամենը, ինչի վրա նա նստի, իր դաշտանի անմաքրության պես անմաքուր պետք է համարվի։ Դրանց դիպչողն անմաքուր պետք է համարվի, և իր հագուստը պետք է լվանա, իսկ ինքը ջրով լվացվի, և մինչև երեկո անմաքուր համարվի։ Իսկ եթե իր ծորումից մաքրվի, այդ ժամանակ պետք է 7 օր հաշվի իր համար, որից հետո մաքուր կլինի։ 8-րդ օրը 2 տատրակ կամ աղավնու 2 ձագ վերցնի իր համար, և դրանք բերի վկայության խորանի դուռը քահանայի մոտ։ Եվ քահանան մեկը մեղքի պատարագ, իսկ մյուսը ողջակեզ անի, և քահանան Տիրոջ առջև քավություն անի նրա համար իր անմաքրության ծորումից։ Այսպես զտեցեք Իսրայելի որդիներին իրենց անմաքրություններից, որ իրենց մեջ գտնվող իմ խորանը պղծելով իրենց անմաքրության պատճառով չմեռնեն։ Այս է կարգը սերմի ծորում ունեցողի, իր զուգավորության սերմը դուրս գալով անմաքուր եղողի, արյունահոսություն ունեցող կնոջ, ծորում ունեցող մարդու կամ կնոջ և անմաքուր կնոջ հետ պառկող տղամարդու մասին։